Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ով համարվում է ամենահարուստ հայերից մեկը, նորից հանրային ուշադրության կենտրոնում է։ Հայ առաքելական եկեղեցու հասցեին արված քննադատություններին ի պատասխան Կարապետյանը հրապարակային կերպով կանգնեց եկեղեցու կողքին մի հայտարարությամբ, որը քաղաքական կտրուկ արձագանքներ առաջացրեց։ Նրանից ժամեր անց ազգային անվտանգության ծառայությունը իրականացրեց խուզարկություն նրա առանձնատանը, իսկ իրավապահների գործողությունները մեկնաբանվեցին որպես քաղաքական ճնշման դրսևորում։ Բիզնես իմպերիայի կառուցողը Սամվել Կարապետյանը ծնվել է 1965 թվականին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետև 1990-ականների կեսերին տեղափոխվել է Ռուսաստան։ Այստեղից էլ հիմնել է իր բազմաճյուղ բիզնես կայսրությունը՝ Տաշիր գրուպը։ Այսօր Տաշիր գրուպը ներառում է շուրջ 200 ընկերություն, աշխատելով անշարժ գույքի, շինարարության, էլեկտրաէներգիայի, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Հոլդինգն ունի ավելի քան 30,000 աշխատակից։ Կարապետյանը նաև զգալի ներդրումներ է կատարել Հայաստանում, մասնակցելով մի շարք խոշոր նախագծերի, այդ թվում Էջմիածնի մայր տաճարի վերանորոգմանը, Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցմանը և էլեկտրական ցանցերի արդիականացմանը։ Կարողությունը ըստ Forbes-ի։ Կարապետյանի կարողությունը տարբեր տարիներին տարբեր կերպ է գնահատվել։ Forbes-ը 2021 թվականին նրան դասել է միլիարդատերերի շարքում մոտ 5 միլիարդ դոլար կարողությամբ։ Վերջին տարիներին ըստ մի քանի աղբյուրների այդ թիվը տատանվում է շուրջ 2,8-ից 2,9 միլիարդ դոլարի սահմաններում։ Forbes-ի 2023 թվականի ցուցակում Կարապետյանը ընդգրկված էր աշխարհի միլիարդատերերի ցանկում, զբաղեցնելով 1104-րդ հորիզոնականը։ Նա համարվում է Ռուսաստանի անշարժ գույքի ոլորտի խոշորագույն խաղացողներից մեկը և ճանաչված է նաև որպես սերտ կապեր ունեցող գործարար ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի քաղաքական էլիտայի հետ։ Հայտարարություն սկանդալի կենտրոնում։ Հունիսի 17-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կազմակերպված միջոցառման ժամանակ Սամվել Կարապետյանը հանդես եկավ ուղիղ սուր հայտարարությամբ, պաշտպանելով եկեղեցին և մեղադրելով իշխանությանը եկեղեցու դեմ հարձակում իրականացնելու համար։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու, ասաց նա։ Այս խոսքերից ժամեր անց իրավապահները խուզարկություններ սկսեցին նրա Երևանի առանձնատանը։ Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայիների մասնակցությամբ գործողության ընթացքում բերման ենթարկվեցին տասնյակ անձինք, այդ թվում ինքը։ Քաղաքական և հասարակական արձագանքներ։ Կարապետյանի հայտարարությունից հետո Մայրաթորը հանդես եկավ բաց աջակցությամբ, իսկ ընդդիմադիր շրջանակները նրա քայլը գնահատեցին որպես խիզախ և սկզբունքային։ Իշխանական շրջանակներից հնչեցին հակադարձ հայտարարություններ, իսկ վարչապետ Փաշինյանը թեմային անդրադարձավ, մեղադրելով եկեղեցուն և նրա օլիգարխ բարերարին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Սամվել Կարապետյանը երկար տարիներ խուսափել էր քաղաքական դիրքորոշումները բարձրաձայնելուց։ Սակայն այս անգամ նրա ուղիղ խոսքը մեկնաբանվում է որպես փոփոխություն թե անձնական մոտեցումներում, թե քաղաքական դաշտում։